Продолжим, да? Итак, 9 глава с 14 по 29 стихи апостол Павел показывает, что Бог суверен и Он свободен проявлять свою милость. Եվ 14-ից մինչև 29-րդ համարը 9-րդ գլխի խոսում է, որ Աստված գերիշխան է եւ ազատ է իր ողորմության ցուցադրման համար։ И поэтому мы видим в 15-16 стихе апостол Павел делает важное утверждение, цитирую Писание. Եվ մենք տեսնում ենք, որ Պողոս Արաքյալը 15-ում 16-ում անում է մի հայտարարություն շատ կարևոր, որտեղ որ մեջ է բերում Սուրբ Գիրքը։ Он говорит Моисею: кого миловать, помилую, кого жалеть, пожалею. Նա ասում է, որ Մովսեսին ասում է ում կգթամ, ում կողորմեմ։ Иногда мы, люди, думаем, что Бог нуждается в нашей помощи, чтобы подсказать Богу, как нужно, все делать и как будет правильно и справедливо. Մենք ժամանակ առ ժամանակ մեզ թվում է, որ մենք կարող ենք Աստծուն ցույց տալ կամ ուղղորդել կամ ասել, թե ինչ անենք կամ ինչն է արդարացի։ И это очень нехорошая идея. Դա լավ գաղափար չի։ Я вспоминаю нашу жизнь, когда мы только поженились, и у нас было много разных представлений, как и что нужно делать. Երբ որ մենք նոր էինք ամուսնացել, մենք կար տարբեր պատկերացումներ, թե ինչպես պետք է ամեն ինչ անել։ И я помню, один раз я зашел на кухню и увидел, как моя жена готовит. Մի անգամ ես մտա խոհանոց տեսա իմ կինը ոնց է պատրաստում։ Я спросил, что ты так делаешь и почему? Ես հարցեցի ինչի ես այդպես անում։ И потом я сказал такую фразу: моя мама так никогда не делала. Ես հիշում եմ այդ արտահայտությունը, որ իմ մայրը այդպես երբեք չի արել։ Да, попробуйте дома. Փորձեք տանը։ Вот, и я потом понял, что можно по-разному готовить еду. Ես հասկացա, որ կարելի է տարբեր ձևերով պատրաստել ուտելիքը։ Мы сейчас с женой смеемся над этими историями. Մենք հիմա կնոջս հետ ծիծաղում ենք այդ պատմությունների վրա։ И поэтому иногда, когда я что-то говорю своей жене, и она на меня смотрит и говорит: ты что, бессмертный? Եվ նա երբ որ մենք քննարկում ենք, ծիծաղելով ասում է դու անմահ ես։ Поэтому у нас есть шутка, что я Вячеслав бессмертный, а она Оксана милосердная. Համար մենք ունենք այսպեսի մի հումոր, ես Վիչիսլավ անմահն եմ, ինքն էլ Оксана ողորմածը։ Поэтому мы живем хорошо. Համար մենք լավ ենք ապրում իրար հետ։ Поэтому так. Но советовать Богу, кого миловать, это очень странная идея. Բայց դա շատ տարօրինակ գաղափար է Աստծուն խորհուրդ տալ, թե ում պետք է նա ողորմա։ Поэтому, по сути, Бог говорит: не волнуйтесь, кого нужно помиловать, я помилую. Դրա համար Աստված ասում է մի անհանգստացեք, ում որ պետք լինի ողորմել, ես կողորմեմ։ И мы видим 16 стих. Итак, помилование зависит не от желающего и не от подвязающегося, но от Бога милующего. Դրա համար 16-րդ համարը տեսնում ենք ուրեմն այն ոչ մեկի կամեցողությունից է, ոչ էլ թափած ճիքից, այլ Աստծուց, որ ողորմություն է ցույց տալիս։ Помилование не работает, как вот дети себя ведут перед кассой: дай мне эту конфету, и чтобы вот ты не устроил скандал, на тебе конфету. Այսինքն այս ողորմությունը այնպես չի աշխատում, ոնց որ երեխաները օրինակ դրամարկղի մոտ խանութում անում են, որ ասում ես այս քաղցրավենիքը վերցրու, միայն թե չբղավես։
Поэтому мы не можем повлиять на Божье решение нашим желанием или нашими там усилиями, что мы как-то заслужили это помилование. Մենք չենք կարող մեր ճիչերով, մեր արածներով Աստծուն առաջ գանք, այնպիսի տպավորություն չենք կարող ստեղծել, որ մենք դա վաստակել ենք։ И 17-18 стихи мы видим пример фараона. 17-18-րդ համարում մենք տեսնում ենք Փարավոնի օրինակը։ Бог воздвиг его, чтобы показать над ним свою силу. Աստված բարձրացրեց նրան, որ իր մեջ ցույց տա իր զորությունը։ Поэтому вывод, который делает Павел, вот, Бог кого хочет милует, кого хочет ожесточает. Եվ այսպես է ասում Պողոս առաքյալը իր եզրակացությունը, տեսեք, այսինքն ում որ կամենում է ողորմում է եւ ում որ կամենում է խստացնում է։ И вся церковь сказала аминь. Եվ ամբողջ եկեղեցին ասեց ամեն։ Мы видим в 19 стихе возражение человека. Եվ մենք տեսնում ենք 19-ում մարդու այդ հակադրությունը, առարկությունը ավելի ճիշտ։ Ну, людям неприятно такие вещи слушать. Այսինքն մարդկանց այդքան էլ հաճելի չէ այսպիսի баներ լսելը։ И здесь мы видим возражение, за что же еще обвиняет, ибо, ну, кто противостанет его воле? Եվ մենք տեսնում ենք այստեղ մարդու այդ առարկությունից հետո նրա արդարացումը։ Ով կարող է կանգնել նրա կամքին հակառակ։ И мы видим, что Павел отвечает, но снова, обычно люди, ну, такой ответ не всегда им нравится. Եվ то есть ответ Павла не всегда им нравится։ Ну да, да. Ну, Եվ մենք только... տեսնում ենք այստեղ Պողոս առաքյալից մի պատասխան, որ միշտ չի, որ դա մարդկանց դուրը գալիս է։ Павел говорит, а ты кто человек, что споришь с Богом? Եվ նա ասում է, բայց դու ով ես, որ պատասխան ես տալիս Աստծո դեմ։ И он приводит пример гончара. Եվ նա այստեղ կավագործի օրինակն է բերում։ Гончар имеет власть над глиной. Նա ունի կավագործ ունի իշխանություն կավի վրա։ Он может сделать из одного куска сосуд для почетного употребления, а другой для низкого. Նա նույն զանգվածից պատրաստում է պատվի անոթ, նույն զանգվածից պատրաստում է անարգության անոթ։ И никто, скажем так, особо гончару претензий не имеет. Դրա համար կավագործի հանդեպ ոչ ոք առարկություն, այդպես ասած, չունի։ Поэтому Павел говорит, мы глина в глазах Бога. Что? Павел говорит, мы глина в глазах Бога. Նա ասում է, որ մենք կավ ենք Աստծո աչքերի առաջ։ И поэтому мы должны признать Божий суверенитет и быть смиренными. Դա համար մենք պետք է Աստծո գերիշխանությունը ճանաչենք եւ պետք է խոնարհ լինենք։ Так, 21. И с 20... Так, секундочку. Да, с 22 стиха мы видим, Павел продолжает объяснять и говорит, что же, если Бог, желая показать гнев и явить могущество свое, с великим долготерпением щадил сосуды гнева, готовые к погибели. Ասում է իսկ ինչ կլինի, եթե Աստված կամենալով իր բարկությունը 22-րդ համարից ցույց տալ եւ իր զորությունը հայտնել մեծ համբերատարությամբ հանդուրժում է կորստյան արժանի բարկության անոթներին։ Только 22. Ну да, пока. Тут мы видим, Павел говорит о сосудах гнева, которые приготовлены для погибели. Այստեղ մենք տեսնում ենք Պողոս առաքյալը խոսում է անոթների մասին, որոնք որ
Կորստյան համար են, այսպես ասած։ В широкой картине спасения э, Бог усмотрел, чтобы э, все его атрибуты были явлены и прославлены. Մենք կարող ենք ասել, որ Աստված այնպես է անում, որ ը, իր բոլոր հատկանիշները Երևան։ И поэтому свой гнев и могущество он решил проявить через, над сосудами гнева. Եվ ստացվում է, որ իր բարկությունը եւ իր դատաստանը այս բարկության արժանի անոթների միջոցով է նա որոշել ցույց տալ։ Дабы вместе явить богатство славы своей над сосудами милосердия. Ը, Որ կարողանա հայտնել իր փառքի մեծությունը ողորմության անոթների հանդեպ, որոնց նախապես պատրաստեց փառքի համար։ И здесь мы видим желание Бога быть прославленным и проявить другую категорию своих атрибутов, показывая свою благо, свое милосердие. Մենք տեսնում ենք այստեղ մյուս անոթները, որոնք որ ը, ի հայտ են բերում կամ իրենք ի ցույց են դնում Աստծո մյուս հատկանիշները, Աստծո բարությունը, Աստծո ողորմությունը։ И теперь в 24 стихе Павел поясняет, уточняет эту аналогию и говорит, кто эти сосуды к славе. Եվ այստեղ հետո նա բացատրում է հետագա համարներում ասելով թե ովքեր են այդ անոթները, որոնք որ փառքի համար են պատրաստված։ Он говорит над нами, которых Бог призвал не только из иудеев, но и из язычников. Նա ասում է դա մենք ենք, ովքեր որ ոչ միայն հрьяաներից են, այլ նաև հեթանոսներից են։ И здесь он описывает, что призвание касается, Бог усмотрел спасение не только среди своего народа, но также среди других. Եվ տեսնում ենք, որ այստեղ Պողոս ասում է ոչ միայն իր ժողովրդի մեջից է պատրաստել այս փառքի անոթին, այլ նաև ուրիշ ժողովուրդների մեջից։ И он приводит ряд текстов, чтобы показать эту истину, которая содержится еще в Ветхом Завете. Եվ մենք տեսնում ենք նա այստեղ ցույց է тալիս այս ճշմարտությունը, որը դեռ 5 տակարանում էլ կար։ Цитата из пророка Осии, 25 стих. «Не мой народ назову моим народом, и невозлюбленную возлюбленной». Եվ այս какая глава, не помню. Это 9.25. Просто отсюда читаем. Окей. Да. Եվ այստեղ ասում է ինչպես Ովսե Մարգարեի միջոցով ասում է, ես իմ ժողովուրդը պիտի կոչեմ նրանց, որ իմ ժողովուրդը չէին, եւ սիրել նրանց, որ իմ սիրելին չէր։ И мы видим дальше, и на том месте, где сказано «Вы не мой народ», там названы будут сынами Бога Живого. Եվ ասում է այնտեղ որտեղ նրանց ասվեց դուք իմ ժողովուրդը չեք, այնտեղ նրանք Աստծո ժողովուրդ, Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Чем заслужили язычники такого отношения? Ինչով են հեթանոսները արժանացել այս վերաբերմունքին։ Это проявление Божьего милосердия. Դա Աստծո ողորմության դրսևորումն է։ Но мы видим в 27 стихе, что в прошлом это не было сюрпризом для Бога, что Израиль не будет верным. Բայց մենք 27-րդ համարից տեսնում ենք, որ Աստծո համար նախկինում ինչպես ասվել էր, անակնկալ չեղավ Իսրայելի անհավատարմությունը։ 27 стих, цитата из пророка Исаия, что если бы сыны Израилевы были числом как песок морской, только остаток спасется. Եվ մենք տեսնում ենք 27-րդ համարում Եսային ասում է, եթե անգամ Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի նման շատ լինի, միայն մի մնացորդ պիտի փրկվի։ Поэтому мы снова видим вот эту истину о том, что несмотря на то, что израильский народ нарушил завет, Бог продолжал сохранять свою верность. Եվ մենք տեսնում ենք, որ չնայած դրա որ շարունակում էր Իսրայելի ժողովուրդը անհավատարիմ մնալ, Աստված իր հավատարմությունը պահում էր։ И мы видим, что
Так, много израильтян, они не являются спасенными. Не так много. Ну, много. Много. Եվ մենք Их, տեսնում если бы их было, ну, числом как песок морской, ну, есть только определенная группа, которая получит спасение. Այսինքն եթե անգամ նրանք ծովի ավազի չափ շատ է լինեն, մի խումբ կա, որ կփրկվի։ И мы видим, что это сохранение этого остатка, 28-29 стихи, Եվ մենք տեսնում ենք, որ այդ մնացորդի պահպանումը 28-29 համարներում является проявлением милосердия Божьего. Աստծո ողորմության արտահայտությունն է։ Поэтому язычники не заслужили такого расположения, проявления милосердия. Դրա համար հեթանոսներն էլ չէին ժառանգել այդպիսի ներողություն, չէին արժանացել այդպիսի ողորմության, որ Աստված իրենց ողորմեր։ Но 28-29 стихи показывают, что если бы Бог поступал с Израилем по справедливости, то никого бы не осталось. Բայց այստեղ 29-ի Ну да, Бог будет быстро и решительно действовать, 28 стих. 28-րդ համարից տեսնում ենք, որ Աստված արագ եւ որոշ վճռական գործ պիտի անի, ու եթե արդարությամբ աներ, ընդհանրապես ոչ մեկ չէր փրկվի։ И 29 стих Исаия предсказывает, что если бы Господь не оставил нам семени, это решение проявить милосердие. Եվ ասում է Եսային, եթե Սաբավով Տերը մեզ ծերունդ չթողներ, դա արդեն ողորմության դրսևորում է։ То мы недалеко, скажем так, убежали от Содома и Гоморры. С нами было бы точно так же. Ասում է, որ մենք Սոդոմի ու Գոմորից շատ հեռու չէինք լինի, նրանց կնմանվեինք։ Поэтому факт сохранения этого остатка является проявлением великого Божьего милосердия. Դրա համար այդ մնացորդի պահպանումը հանդիսանում է Աստծո մեծ ողորմության դրսևորումը։ И в 30 стихе мы видим причину преткновения. Եվ մենք տեսնում ենք 30-րդ 30-ը Ну, с 30 по 33. 30-ից 33-ում մենք տեսնում ենք այդ սայթակման պատճառը։ Мы видим определенный парадокс. Язычники, которые не искали праведности, они получили праведность от веры. Մենք տեսնում ենք այստեղ, որ ասվում է, որ հեթանոսները, որոնք արդարության ետևից չէին գնում, հասան արդարության, հավատի արդարության։ А Израиль, искавший закона праведности, не достиг его. Եվ ասվում է, որ Իսրայելը արդարության օրենքի ետևից գնալով արդարության օրենքին չհասավ։ И возникает почему? Եվ հարց առաջացավ ինչու։ Потому что они искали не в вере, а в делах закона. Որովհետև նրանք ոչ թե հավատով փնտրեցին, այլ օրենքի գործերով։ Поэтому они думали, что исполняя закон, они могут обрести праведность. Դրա համար նրանք մտածում էին, որ օրենքի գործերը կատարելով կարող են արդարություն ունենալ։ И это против чего апостол Павел говорит и ясно еще показывает в 3 главе, что делами закона не оправдается перед ним никакая плоть. Եվ դա այն է, ինչ որ ասում է Պողոս առաքյալը 3-րդ գլխում, օրենքի գործերով ոչ մի մարմին չի կարող արդարանալ Աստծո առաջ, այսինքն ոչ մի մարմին, թե Պողոսի խոսքերով ասենք։ Поэтому в своем стремлении обрести праведность они, скажем так, они споткнулись. 33 стих. Եվ 33-րդ համարը ասում է, որ իրենք այդ իրենց ձգտման մեջ զայթակեցին։ Поэтому у них был план, вот мы будем стремиться к этой цели, вот бежим туда, но Бог на дороге положил камешек. Եվ ստացվում է, որ նրանք ունեին ծրագիր, նրանք վազում էին դեպի իրենց ծրագիրը,
բայց Աստված ճանապարհին այդ իրենց դրեց մի գայթակղության քար, И поэтому этот план не сработал, они споткнулись. դրա համար իրենց այդ ծրագիրը չստացվեց, իրենք սայթակեցին։ И поэтому мы видим парадокс, что этот камень, он является камнем преткновения и соблазна, но тот, кто верит в него, он никогда не будет постыжен. Մենք տեսնում ենք, որ այս քարը գայթակղության քարն է, բայց ով որ նրան հավատա, չպիտի ամաչի։ Это Павел говорит о спасении через Иисуса Христа, через оправдание Его жертвой. Այստեղ խոսում է Պողոս Առաքյալը Քրիստոսի զոհին հավատալով արդարացման մասին։ И в Римлянам 5 главе он говорит об уверенности, которую мы имеем, и он говорит, что наша надежда, она не постыжает. Եվ սա 5-րդ գլխում մենք տեսանք Պողոս Առաքյալը ասում է մեր հույսը չի ամաչեցնում։ Поэтому это является пояснением вот этой причины преткновения. Եվ սա այս գայթակղության պատճառի բացատրությունն էր։ Исайя мне задал вопрос относительно 10 главы. Ուռը Եսայինից հարց էր տվել 10-րդ գլխի հետ կապված։ Но не сильно радуйся. Բայց մի ուրախացի շատ։ Потому что я все-таки хочу ответить на этот вопрос твой. Но я его записал, пытался вчера разобраться. И Это даже... интересный вопрос был, да? Да. Ага. И он еще интересный, да. Ես գրել եմ այդ հարցը, փորձում էի հասկանալ, քննել եւ ավելի հետաքրքրացավ։ Но я даже позвонил своему преподавателю по семинарии, чтобы Ես անգամ դասախոսին եմ զանգահարել սեմինարիայից։ Но я, наверное, очень хотел спать, и я думаю, я до конца твой вопрос не понял, поэтому надо еще, чтобы ты мне повторил, потому что я не разобрался. Точно, что ты ищешь. Поэтому я не убегаю, но я хочу ответить. Спасибо. Вот. Но давайте пойдем по тексту. Может быть, я случайно и отвечу на твой вопрос. Мы надеемся. Да. Ладно, եկեք 10-րդ գլուխը սկզբից հերթով սկսենք, с первого стиха, да, мы как по. Да. 10-րդ գլուխը սկսենք հենց առաջին համարից էլ ու միջև որ հասնենք այդ հարցին։ 10 глава, по сути, Павел теперь, показав, что посмотрите на Израиль в прошлом, они были неверны, Бог верен к Израилю, и он сохранял избранный остаток. Եվ Պողոս Առաքյալը ցույց տվեց, որ տեսեք Իսրայելին, Աստված հավատարիմ մնաց, Աստված իր հավատարմությունը ցուցաբերեց մնացորդի պահպանման հարցում։ Поэтому Бог остается верным своим обещаниям, он остается праведным, справедливым и милосердным. Դրա համար Աստված ասում ենք, որ հավատարիմ է իր խոստումներին, նա մնում է արդար, նա մնում է ողորմած։ И поэтому в 10 главе он теперь говорит об ответственности человека и в настоящем времени показывает причину неверия Израиля. Նա այստեղ խոսում է можно еще раз. Он говорит в 10 главе об ответственности человека. Он говорит Նա 10-րդ գլխում խոսում է մարդու պատասխանատվության մասին. И он говорит о настоящем положении Израиля Եվ խոսում է Իսրայելի ներկա կարգավիճակի մասին. И с 1 по 4 стих он показывает причину неверия Израиля. Եվ 1-ից 4 համարներում ցույց է տալիս Իսրայելի անհավատության պատճառը. Ну, по сути, мы уже увидели часть причины, почему они приткнулись.
Մենք արդեն որոշակի տեսանք պատճառը, թե ինչի համար նրանք գայթակղվեցին, Потому что в своем стремлении они хотели найти праведность через закон, а не через веру. որովհետև իրենք պատճառային էր, որովհետև իրենք փորձում էին արդարությունը օրենքի գործերով գտնել։ И мы видим с 1 по 4 стих, в 1 стихе снова апостол Павел говорит о своем вот этом стремлении, желании спасения своему народу. Եվ մենք տեսնում ենք, որ այստեղ սկզբից ասում է. Եղբայրներ, իմ սրտի փափագն ու աղոթքն առ Աստված Իսրայելի համար այն է, որ նրանք փրկվեն։ И 2, 3 стихи Павел ставит диагноз такой. Եվ երկրորդ երրորդ համարներում Պողոս Առաքյալը դիագնոզ է ներկայացնում։ Поэтому у них есть ревность, но у них нету рассуждения. Այսինքն իրենք նախանձավոր են, բայց գիտություն չունեն։ У меня есть племянник и племянница. Ես ունեմ զարմիկ եւ զարմուհի, Они на 4 года младше меня. նրանք 4 տարի փոքր են ինձնից։ И мы жили вместе, и я наблюдал, как они играют игрушками. Եվ ես նայում էի, թե ինչպես են իրենք խաղում խաղալիքներով։ И мой племянник, он был очень таким долготерпеливым. Եվ տղան շատ համբերատար է։ Он любил строить пирамиду из кубиков. Նա սիրում էր պիրամիդա պատրաստել խորանարդներով, И он сидел и аккуратно эти кубики ставил. И он ставил так, чтобы были маленькие такие окошки, место между кубиками. եւ նա այդ խորանարդները այնպես էր դնում իր բուրգը պատրաստելիս, որ այսպես տարածություն մնա խորանարդների միջև։ А племянница, она не понимала, как эти окошки сделать. Եվ աղջիկը չէր հասկանում, թե ինչպես է դրանք արվում։ И вот потому что у нее это не получалось, она очень злилась, и она такая ревностная была. Եվ քանի որ նա չէր կարողանում այդ նույն կերպով դասավորել իր համար պատրաստելիս, նա բարկանում էր։ Поэтому он строил, и когда он поставил последний кубик, Եվ նա պատրաստում էր, երբ որ պատրաստում էր վերջին արդեն այդ խորանարդներ դնում, она все это время ходила рядом и смотрела и злилась. նա այդ ամբողջ ընթացքում քայլում էր, անցնում դառնում էր եւ բարկանում էր։ И как только он поставил последний кубик, она ногой разбивала это. Եվ երբ որ վերջի խորանարդը դրեց, աղջիկը ոտքով խփեց եւ փշրեց ամբողջ կառույցը։ У нее было сильное желание сделать, но она не понимала, как это Նա работает. շատ էր ուզում դա կրկնել, բայց չէր հասկանում թե ոնց անի։ И здесь мы видим вот этот парадокс, что израильтяне, они не понимали праведности Божией, Մենք и տեսնում ենք, они, այստեղ իսրայելացիները չէին հասկանում Աստծո արդարությունը, и поэтому они усиливались, и усиливались, вместо этого они прилагали усилия, чтобы поставить собственную праведность. դրա փոխարեն նրանք ջանում էին իրենց արդարությունը հաստատել։ А так поступая, они не покорились праведности Божией. Իսկ այդպես անելով իրենք արդարությանը չհնազանդվեցին։ Ну, это как, помните, Саул в Ветхом Завете, когда нужно было, чтобы Самуил пришел и принес жертву. Ոչ մեկ ինքը տականում պետք էր Սամուելը գար ու զոհաբերություն աներ։ Ну, есть правила, и кто и что должен делать. Ու Սավողն էր դա ցանկանում։ Ու կարգ, թե ով ինչ պետք է անի, ինչ գործառույթ պետք է անի։ Но для Саула обстоятельства складывались таким образом, что он подумал, ну, так не работает, я лучше сам решу этот вопрос. Ու Սավողի մոտ այնպես իրավիճակ եղավ, որ նա ասաց ավելի լավ է ես որոշեմ կարգը ոնց է լինելու։ Но устанавливая свои правила, он, по сути,
э, покорился Божьей воле. Այսինքն ստացվում է, որ նա դրանով շխոնարեցրեց իրեն Աստծո կամքի տակ։ И в 4 стихе мы видим, Павел показывает, что конец закона Христос к праведности всякого верующего. Յորտի։ Да, да, 4. Որովհետև Քրիստոսն է օրենքի ավարտը ամեն մեկի արդարության համար, որ հավատում է։ Они по логике вещей должны были прийти ко Христу. Նրանք իրերի բանական հաջորդականությամբ իրենց ճանապարհը պետք է նրան բերել, որ նրանք Քրիստոսին գային։ Извиняюсь, можно еще вопрос? Можете разъяснить Да. этот конец? Этот лично для меня. Что означает это слово конец? Но это то, на что или к чему вел закон, на что он указывал. Мгм. То есть это не в смысле исполнения. Вы знаете, да, там есть расхождение интернете. Исполнение закона. Да, это Ну, Христос, а другие говорят, что это путь. Мне нужно... Ну, там есть вопрос, что значит Да. это слово, что Христос, где это? Ну, я понимаю это, ну, в контексте римлянам, в 3 главе Павел говорит, о котором свидетельствуют законы и пророки. Հռոմեացիներին համատեքստում այս համարը կարելի է այսպես դիտարկել Քրիստոսի մասին մարգարեացված էր օրենքում ու մարգարեներում։ И поэтому закон, он это тот детоводитель и указатель, который указывает, что вот через что нам следует спастись. Դրա համար օրենքը դա այն է, ինչը ցույց է տալիս, թե մենք ինչի միջոցով կարող ենք փրկվել։ И это единственное основание для праведности любого верующего. Այսինքն դա վերջնական այդ հիմքն է արդարացման ցանկացած հավատացյալի համար։ То есть конец закона имеется в виду закон направляет нас ко Христу, да? В этом Да, смысле я вы бы так, понимаете? да. С 5 по 13 стихи 5-ից 13-րդ համարներին անցնենք։ мы видим, Павел описывает путь спасения. Պողոս առաքյալը փրկության ճանապարհն է նկարագրում։ Он противопоставляет праведность закона недостижимую и праведность веры доступную. Նա օրենքի այդ անհասանելիությունը հակադրում է հավատքի հասանելիությանը։ И по отношению к закону он говорит 6 по 8 стихи, так, так, в 5, да, в 5 стихе он говорит, Моисей пишет о праведности от закона, исполнивший его человек жив будет их. 5-րդ համարում ասում է, որտեղ Մովսեսը գրում է այն արդարության մասին, որ օրենքից է, թե դրան կատարողը դրանցով պիտի ապրի։ И, ну, как я понимаю, в теории это, если человек будет исполнять закон, Бог будет благословлять его. То есть дать жизнь вечную. Человека. То есть дать жизнь вечную. Ну, я бы так сказал. Այսինքն ես այսպես եմ հավատում, որ Մովսեսի ասած հետևյալն է, ով որ օրենքը կատարի, Աստված կարդարացնի իրեն, այսպես ասած, հա։ Но как мы уже увидели в 8 главе, Павел делает утверждение, ну как закон, ослабленный плотью, был бессилен. Եվ հիշում եք մենք 8-րդ գլխում տեսանք, որ օրենքը մարմնականի պատճառով է տկար։ Поэтому это, по сути, недостижимая цель в силу нашей греховной слабости. Պաստորեն ստացվում է, որ չնայած դրան, որ սա ճիշտ է, դա անհասանելի նպատակ է կամ վերջնակետ է
Նրա պատճառով, որ մեր մարմինը տկար է այն դարձնում։ И, следовательно, закон обещал определенное благословение в Ветхом Завете и в случае послушания. Եվ նորենքը ինքնականում որոշակի խոստումներ էր տալիս հնազանդության պարագայում։ Ну, если мы проведем аналогию с правилами дорожного движения. Եթե մենք այսպիսի մի նմանություն անցկացնենք ճանապարհային նշանների հետ կապված։ Если вы едете по трассе, там стоят полицейские с радаром. Եթե դուք անցնում եք մայրուղիով, այնտեղ կա ոստիկանական մեքենա, И, и фактически обетование закона в том, что если ты будешь ездить по правилам, то все будет хорошо. եւ այսինքն օրենքի խոստումը այն է, որ եթե դու ըստ այդ կանոնների վարես, ամեն բան լավ կլինի։ И поэтому пока ты соблюдаешь, ты имеешь благословение. Քանի դեռ դու այդ օրենքների մեջ ես շարժվում, դու կունենաս օրհնություն։ Но стоит ли тебе немножко ускориться, тебя остановят. Բայց երիք է մի քիչ արագանաս, քեզ կկանգնեցնեն։ Будут штрафы, будут последствия. Կլինեն տուգանքներ, кլինեն հետևանքներ։ И закон, он был определенным таким сдерживающим фактором в Израиле до прихода Христа. Ստացվում է, որ մինչև Քրիստոսի գալը օրենքը այդ ճանապարհի նշանների դերն էր տանում, այսպես ասած, կարգ ու կանոն էր ապահովում։ И я знаю, что в определенном смысле я слышал некоторых преподавателей, которые говорят, что закон был дан таким образом, что если ты веришь, то твоя вера должна, проявляться через послушание закону. То есть некоторые так верят и учат. Ну да. То есть это не вы. Я думаю, что в Ветхом Завете оно так и работало. Որոշները այսպես են հավատում ու սովորեցնում, որ եթե դու հավատում ես Աստծուն, դու քո հավատքը պետք է դրսևորես օրենքի գործերը կատարելով կամ օրենքին ենթարկվելով։ Поэтому мы можем себе представить, скажем так, двух евреев. Այսինքն մենք երկու հրեա կարող ենք պատկերացնել։ Один верит в Божьи обетования, другой нет. Մեկը հավատում է Աստծո խոստումներին, մյուսը ոչ։ И поэтому один, он просто выполняет и старается выполнить букву закона, пытаясь быть праведным, но это его не оправдывает. То есть он старается, но не может. Не может, он не верит. Մեկը փորձում է անել այդ օրենքի գործողությունները, օրենքի պատվիրանները, եւ մյուսը ընդհանրապես չի հավատում։ Но другой верующий совершает те же жертвы, он получает оправдание на основании его веры. То есть один делает это вере, другой делает это просто как традицию. Այս երկու հрьяաներից մեկը, ով որ չի հավատում, նա ուղղակի անում է այդ օրենքի գործերը, որովհետև իրենց մոտ կա ավանդություն հետևելու այդ օրենքներին։ Երկրորդ հрьяան անում է այդ нույն օրենքի գործողությունները, հետևում է ծեսերին, որովհետև հավատում է Աստծուն։ И в 6-8 стихе мы видим, что Павел говорит, что праведность от веры так говорит: не говори в сердце твоем, кто взойдет на небо, то есть Христа свести, или кто сойдет в бездну, то есть Христа из мертвых возвести. Но что говорит Писание?
6-ից 8-ում Պողոս Առաքյալը ասում է. բայց հավատից եղած արդարությունը, այսպես է ասում, չասես քո սրտում, թե ով կբարձրանա երկինք, այն է Քրիստոսին իջեցնելու, կամ ով կիջնի անդունդ, այն է Քրիստոսին մեռելներից վեր հանելու։ Սակայն ինչ է Ну, ասում, э, э, по сути, эти слова указывают на то, что нам не нужно, чтобы обрести праведность, совершать вот эти вещи, восходить на небо или сходить в бездну. այսինքն ինչ է իր ասածը, որ մենք արդարություն ձեռք բերելու համար պետք չի այս գործողությունները անենք կամ բարձրանանք երկինք կամ իջնենք անդունդը, И причина заключается в том, что Христос это все уже сделал. եւ պատճառը այն է, որ Քրիստոսը դա արդեն արել է։ И поэтому снова же полагаться на закон как на основание получения праведности, это неразумно. Եվ հետեւաբար հենվել օրենքի վրա արդարություն ձեռք բերելու համար դա խելացի չի։ Поэтому, ну, бегать куда-то, скажем так, восходить и не сходить не нужно, оно уже рядом предложено. Այսինքն բարձրանալ կամ իջնել պետք չի, այն արդեն մոտիկ է։ И поэтому Павел говорит, это слово близко, в устах, в сердце. Դա համար Պողոս ասում է այդ խոսքը մոտիկ է, սրտում, քո բերանում։ И он говорит, это слово веры, которое проповедуем. Եվ ասում է դա այն խոսքն է հավատի, որ մենք քարոզում ենք։ И 9-10 стихи представляют собой пояснение исповедания устами и сердцем. Եվ 9-10 համարները դավանությունը ներկայացնում են բերանով եւ սրտով։ Ибо если устами твоими будешь исповедовать Иисуса Господом и сердцем твоим веровать, что Бог воскресил его из мертвых, то спасешься. Եթե քո բերանով Տեր Հիսուսին դավանես եւ քո սրտում հավատաս, թե Աստված նրան հարություն տվեց մեռելներից, պիտի փրկվես։ Это часть Евангелия, которое человек должен принять для своего оправдания. Սա ավետանի այն մասն է, որ մարդը պետք է ընդունի իր արդարացման համար։ Ну, Римлянам 4 глава, там 24-25 стихи, Павел показывает, что Бог засчитывает нам праведность на основании нашей веры. Չէ՞ որ Հռոմեացի 4:24-ում 25-ում ասում է, որ Աստված մեզ համարում է արդարություն մեր հավատի հիմքով։ 10 стих, потому что сердцем верует к праведности, а устами исповедует к спасению, ибо Писание говорит, всякий верующий в него не постыдится. 10-րդ համարը, որտեվ սրտով հավատում ենք արդարանալու, իսկ բերանով դավանում փրկվելու համար։ Գիրքը ասում է, որ հավատա նրան չի ամաչի։ Кто всякий верующий? Кто? Да. Ով է ամեն Ну, հավատացողը։ только евреи? Միայն հрьяաները։ Ну, нет. Речь идет о еленах. Խոսքը գնում է հելենացիների մասին։ И Павел ясно это говорит. Здесь нет различия между иудеями и еленом, потому что один Господь у всех богатый для всех призывающих его. Ինչի համար, որտեվ այստեղ Պողոս հստակ ասում է, չկա խտրություն հրեայի եւ հեթանոսի միջև, նույն Տերը բոլորի Տերն է, գթառատ բոլոր նրանց հանդեպ, որոնք կանչում են նրան։ И в 13 стихе всякий, кто призовет имя Господне, спасется. Եվ 13-րդ համարը ով որ Տիրոջ анունը կանչի կփրկվի։ Хороший стих для свидетелей Иеговы, если посмотреть в Ветхом Завете. Про какого Господа идет речь. Լավ համար է Եհովայի վկաների համար, եթե 5 տականն նայենք ինչ Տիրոջ ինչ Տիրոջ մասին խոսքը գնում։ Поэтому фактически для того, чтобы обрести спасение, мы ничего не можем сделать и ничего не нужно делать. Нам нужно принять дар. Դրա համար որպեսզի փրկվենք, ոչ մի բան պետք չի անել, ոչ մի բան ոչ էլ կարող ենք անել։ Մենք ուղղակի պետք է ընդունենք այդ պարգևը։
Нам нужно уверовать в того, кто умер за наши грехи и воскрес для нашего оправдания. Մենք պետք է հավատանք նրան, ով մեռավ մեր մեղքերի համար եւ հարություն առավ մեր արդարացման համար։ И поэтому часть спасения касается того, что мы говорим, и то, что мы верим в своем сердце. Դրա համար մեր փրկությունը բաղկացած է նրանից, ինչ որ մենք ասում ենք, ինչ դավանում ենք եւ թե ինչ կերպ ենք հավատում, ինչին ենք հավատում մեր սրտում։ Но возникает вопрос, а как этот процесс осуществляется, каким образом люди могут призвать Бога? Եվ հարցը առաջանում ինչ կերպով է այս process-ը իրականում, ինչպես կարող են մարդիկ կանչել Աստծուն։ И мы видим, Павел с 14 по 17 стихи, он говорит о необходимости проповеди. Եվ տեսնում ենք 14-ից 17-րդ համարներում Պողոս առաքյալը խոսում է քարոզչության И он անհրաժեշտության говорит, մասին։ и он говорит о цепочке благовестия. Եվ նա խոսում է ավետարանելու այդ շղթայի մասին։ Как призвать, если не уверовали? Եվ ինչպես կանչեն, ինչ են հավատում։ Ну, хорошо, надо уверовать. А как веровать, если не слышали? Լավ, այսինքն պետք է հավատալ։ Իսկ ոնց հավատան, եթե չեն լսել։ Ну, а как можно услышать, если не будет проповедника? Իսկ ինչպես պետք է լսեն, եթե քարոզիչ չկա։ И как проповедовать, если никто не пойдет? Եվ ինչպես քարոզեն, եթե չուղարկվեն։ И в 17 стихе мы видим утверждение, что вера, она от слышания, а слышание от Слова Божия. Եվ մենք Или в 17-ում вашем տեսնում ենք։ переводе, наверное, не Слово Божие, наверное, Слово Христа, да? Нет, Слово Божье. Секунду. Я думаю, ранние манускрипты имеют прочтение Слова Христова. Так. Ուրեմն հավատը լսելուց է լսել Աստծո խոսքից։ Так. Какой у нас стих? 18. Слышание от Слова Божия. 17. Проповедуя про Христа. Через Слово Христа, да. Ди рейматес Христу. Это через именно проповедь про возглашение Христа. То есть такие варианты, да? Да. И это не... Даже, ну, скажем так, сильных споров по этому поводу нет. Слово Христа — это лучший вариант. Да, я смотрю, в греческом тоже написано слово Христа. Да. Да, Մենք տեսնում ենք, որ բնագրում այսպես է գրված եւ տարբերակներ կան թարգմանության, որ գրված հավատը գալիս է լսելուց եւ լսելը Քրիստոսի խոսքից, բայց կոնկրետ Աստծո խոսքից է գրված. Да, особого значения, смысла это не изменяет, но это то, что Павел написал. Այսինքն մտքի ինչ-որ լուրջ փոփոխություն չկա այդ թարգմանության պատճառով, բայց սա այն է, ինչ որ Պողոսն է գրել Քրիստոսի խոսքից. Да, Евангелие включает непосредственно проповедь про Христа. Ավետարանչության քարոզը բաղկացած է Քրիստոսի մասին քարոզից. И казалось, это прекрасная, скажем, путь до того, каким образом, ну, все люди могут услышать и примириться. Այսինքն սա ճանապարհը, որով կարող են բոլոր մարդիկ լսել ու հաշտվել Աստծո հետ. Вот план, будем его исполнять, пошлем людей, и все спасутся. Ահա, թե ինչպես է այս տարբերակը աշխատում, կուղարկենք մարդկանց, կքարոզեն, կլսեն եւ բոլորը կփրկվեն. Но смотря на Израиль, мы видим, что оно не совсем так работает. Բայց նայելով Իսրայելին հասկանում ենք, որ դա այդքան էլ այդպես չի աշխատում.
И с 18 по 21 стихи мы видим виновность Израиля. Եվ 18-ից 21 համարներում մենք տեսնում ենք Իսրայելի մեղավորությունը։ Но спрашиваю, разве они не слышали? Բայց ասում եմ, միթե նրանք չլսեցին։ И Павел цитирует Ветхий Завет и говорит, напротив, они слышали, по всей земле прошел голос их, и до пределов вселенной слова их. Եվ Պողոս առաքյալը մեջ է բերում 5 կտակարան, ասելով այո, նրանք ճշմարտապես լսեցին, նրանց ձայնը տարածվեց ամբողջ երկրով մեկ, նրանց խոսքերը մինչև աշխարհի ծայրերը։ Поэтому здесь мы видим, что Бог обеспечил возможность того, чтобы его народ услышал слово. Մենք տեսնում ենք, որ Աստված ապահովել է այն հանգամանքը, որ իր ժողովուրդը լսի իր խոսքը։ В 19 стихе второй вопрос, еще раз Павел задает. Ну, разве Израиль не знал? 19-ում հաջորդ հարցն է Պողոսը բերում։ Միթե Իսրայելը չիմացավ։ И Павел говорит, еще Моисей говорит, первый Моисей говорит. Եվ ասում են նախ առաջ, այսինքն առաջինը Մովսեսը ասեց։ Это говорит о том, что Есть вопрос здесь։ Бог, сейчас, это говорит о том, что Бог заранее знал, что Израиль будет так себя вести. Դա նշանակում է, որ Աստված սկզբից էլ իմացել էր, թե ինչպես Իսրայելը իրեն կպահի։ И поэтому Бог, скажем, внес в свой план тот факт, что Он возбудит ревность в своем народе, не народом, а язычниками, которые в глазах Израиля они просто несмысленные. И они будут заставлять Израиль предпринимать какие-то шаги. Եվ Աստված, քանի որ սա սոմար անակնկալ չէր, նա ասում է, որ նա այս Իսրայելի արձագանքը գիտեր եւ դրա համար գրգռելու է իրենց նախանձը նրանց միջոցով, որ ժողովուրդ չեն, այսինքն հեթանոս ժողովուրդ։ Եվ մի անմիտ ազգով ասում է ձեզ պիտի բարկացնեմ, որ նրանք ինչ-որ քայլեր ձեռնարկեն։ И поэтому мы видим, что в силу своей вот этой несмысленности, о которой говорил Павел в начале 10 главы, неразумение Божьей праведности. Եվ մենք այստեղ տեսնում ենք, երբ որ առաջին համարում ասում էր Պողոսը ներողություն երկրորդ վտարում ստիխ է, դա։ Да, они отвергли эту проповедь. Եվ երկրորդ համարում էր, չէ, որ ասում է նախանձախնդիրն Աստծո հանդեպ, բայց առանց գիտության։ Այսինքն նրանք այդ քարոզչությունը մերժեցին։ Потому что, они настолько сильно были сфокусированы на том, чтобы выполнить тот образ, который они себе нарисовали, как нужно поступать. Ինչի համար, որովհետև իրենք այնքան տարված էին իրենց այդ պատկերով, որ իրենց համար նկարել էին, թե ինչ տեսք ունի արդարացումը, որ մերժեցին այդ ճշմարիտ ճանապարհը։ И это тот парадокс, который мы наблюдаем и сегодня, скажем, в более меньшем контексте проповеди Евангелия. Եվ դա այն է, ինչ մենք կարող ենք հետևել մեր օրերում էլ ավելի փոքր համատեքստում, երբ որ խոսում ենք ավետարանի քարոզչությունից։ Статистически религиозные люди имеют больше трудностей в приходе ко Христу, нежели, скажем так, падшие грешники в обществе. Մենք հիմա էլ տեսնում ենք, որ սովորաբար կրոնական մարդիկ ավելի մեծ դժվարություն են ունենում Քրիստոսին գալու հարցում, քան ընկած մեղավորները։ И поэтому мы видим этот парадокс также в контрасте между Израилем, который имел все эти привилегии, и язычниками. Դա միջոցով էլ մենք տեսնում ենք այն հակադրությունը Իսրայելի ու հեթանոսների միջև։ И мы видим 20 стих. А Исаия смело говорит, меня нашли не искавшие меня, я открылся не вопрошавшим мне. Դա 20-րդ համար ասում է, բայց Եսային ավելի համարձակ ասում է, ես գտնվեցի նրանց կողմից, ովքեր ինձ չէին փնտրում։
Ես հայտնվեցի նրանց, ովքեր իմ մասին չէին հարցնում։ Поэтому тот, который не искал, нашел, а тот, который прилагал все усилия, не получил. Այսինքն նա ով չէր փնտրում գտավ, իսկ ով որ իր ամբողջ ուժն ու ջանքը ներեր դրել չգտավ։ И в отношении Израиля мы видим, что Бог продолжал сохранять свою верность и продолжал свидетельствовать. Եվ Իսրայելի հետ կապված մենք տեսնում ենք, որ Աստված շարունակում էր իր վկայությունը։ Поэтому Бог простирает руки и говорит, ну возьмите, возьмите. Извиняюсь։ Ну, Бог простирает руки к своему народу и Այսինքն предлагает Աստված իր дать. ձեռքերը մեկնում է դեպի այդ ժողովուրդը եւ այդ պարգևը առաջարկում, ասում է վերցրեք։ Бог предлагает решение, а Израиль не видит и говорит, подожди, я тут занят, я решаю проблему. Այսինքն Աստված լուծումը առաջարկում է, իսկ Իսրայելը ասում է 1 րոպե սպասիր, ես այստեղ խնդիր եմ լուծում, ես զբաղված եմ։ И поэтому мы видим, что в настоящее время в своем большинстве Израиль отказывается от предложенной Богом праведности в Иисусе Христе через Евангелие. Եվ մենք տեսնում ենք, որ Իսրայելը հիմա էլ Հիսուս Քրիստոսի ավետարանի քարոզը մերժում է։ Но мы уже увидели, что это не означает полное отвержение Израиля. Բայց մենք արդեն տեսանք, որ դա չի նշանակում Աստծո, այսինքն Իսրայելի ամբողջական մերժում։ Отдельные люди спасаются. Առանձին անհատներ փրկվում են։ И Павел говорит, что ну, нужно призвать Господа. Պողոս ասում է, որ պետք է կանչել Տիրոջ անունը։ И в приходе к Иисусу Христу нет разницы между иудеями и язычником. Եվ Հիսուսին գալու համար չկա տարբերություն հրեայի ու հեթանոսի միջև։ 12 стих. Здесь нет различий между иудеями и еленом. 12-րդ համար ասում է, որ չկա այստեղ տարբերություն հրեայի ու հեթանոսի միջև։ И поэтому сегодня в период церкви, ну, церковь состоит как из этого остатка верующих иудеев, так и из язычников верующих. Ներկայում էլ տեսնում ենք եկեղեցու մեջ եկեղեցին բաղկացած է հավատացյալ հրեայից եւ հավատացյալ հեթանոսից։ Но в 11 главе Павел переходит к будущему Израиля и Божьего плана. Գլխում Պողոս առաքյալը անցնում է Իսրայելի Աստծո ծրագրում։ Поэтому, слушая такое объяснение, вот Израиль был неверный в прошлом, вот Израиль сейчас в своем большинстве отвергает Евангелие. Означает ли это, что Бог отверг народ свой? Դրա համար տեսնելով այս բացատրությունները, որ Իսրայելը հնում էր անհավատարիմ, Իսրայելը ներկայում է անհավատարիմ, մերժում է մեծամասամբ, մերժում է ավետարանի քարոզը։ Արդյոք դա նշանակում է, որ Աստված անհավատարիմ է իր ժողովրդին։ Поэтому, как в 9 главе мы видели, что Израиль был неверен, и Бог сохранял свою верность, так и в 10 главе мы видим, Израиль продолжает спотыкаться об этот камень Христа и продолжает в своем большинстве пребывать в неверии. Եվ մենք տեսնում ենք ինչպես 9-ում, այնպես էլ 10-ում Իսրայելը մերժում էր Քրիստոսին ու շարունակում այդ քարի վրա սայթակել ու մնալ իր անհավատության մեջ։ Но Бог своей любви не оставляет свой народ. Բայց Աստված իր սիրո մեջ չի թողնում իր ժողովրդին։ Он сохраняет остаток, и он продолжает простирать руки. Նա մնացորդը պահում է եւ շարունակում է մեկնել իր ձեռքերը։ Но в будущем будет совершенно другая картина. Բայց ապագայում կլինի լրիվ ուրիշ պատկեր։ И поэтому, что делает Павел с 1 по 10 стихи, он указывает, что Бог всегда по своей благодати сохранял остаток. Это уже мы перешли на 11 Да, 11 глава, да. Будущий план Израиля. 11-րդ գլխի
Ну, что здесь говорится в первых 10 стихах? Ну, будущее, ну, 11 глава, будущее Израиля и Божий план, и с 1 по 10 остаток по благодати. 11-րդ գլուխը խոսում է Իսրայելի ապագայի մասին ու 11-ի 1-ից 10 համարները խոսում են մնացորդի մասին ըստ շնորհքի ընտրության։ И мы видим снова, Павел категорично отвергает такое предположение. Неужели Бог отверг народ свой? Ну, такого быть не может. Մենք էլի տեսնում ենք, որ Պողոս Առաքյալը ժխտում է այդպիսի մոտեցումը, միթե Աստված մերժեց իր ժողովրդին երբեք։ И мы видим, что Павел приводит два доказательства. Եվ տեսնում ենք, որ Պողոսը բերում է երկու ապացույց։ Первое доказательство в стихе 1. Առաջի ապացույցը առաջի համարում է։ Павел говорит о себе, что я же израильтянин из семени Авраамова, из колена Вениаминова. Պողոս ասում է ես էլ իսրայելացի եմ Աբրահամի սերնդից, Բենյամինի ցեղից։ Поэтому сам Павел является свидетельством о том, что Бог не отверг свой народ. Он верующий. Այսինքն հենց ինքը Պողոսը հանդիսանում է այն ապացույցը, որ Աստված չի մերժել իր ժողովրդին։ Նա հավատացյալ է, այսինքն Պողոսը։ Поэтому его обращение к Господу является первым аргументом. Դրա համար իր դարձը համարվում է առաջին փաստարկը որպես։ И второй аргумент это доказательство из времени Илии. Եվ երկրորդ փաստը Եղիայի ժամանակներից է։ Ну, по сути, первый аргумент Павел говорит про себя. Вот сейчас Бог продолжает спасать. Այսինքն Պողոսը խոսում է իր մասին, ահա հիմա Աստված շարունակում է փրկել։ А 2-4 стихи доказательства из прошлого, что и в прошлом Бог продолжал сохранять по благодати остаток. Իսկ 2-ից 4-ում խոսում է, որ անցյալում էլ Աստված շնորհքի համաձայն մի մնացորդ է պահել։ Не отверг Бог народа своего, который он наперед знал. Աստված չմերժեց իր ժողովրդին, ում սկզբից ճանաչեց։ И мы видим дальше, он цитирует Писание о пророке Илии, когда он уже думал, что ну все, это уже конец, Бог оставил свой народ. Սկզբից Եղիայի մասին է խոսում, որ նրա ժամանակներում այսպիսի տպավորություն էր, որ վերջ Աստված փաստորեն թողել է ժողովրդին։ Потому что, ну, в тех обстоятельствах, в которых находился Илия, и в том контексте он не видел всей картины. Եվ որովհետև Եղիան ինչ համատեքստում որ գտնվում էր, նա ամբողջական պատկեր այդտեղից չէր տեսնում։ И поэтому мы видим, что пророк молился Богу и говорил, ну, как фраза из классического фильма «Шеф, все пропало». Դրա համար մենք տեսնում ենք, որ Եղիան աղոթում է եւ ոնց որ դասական ֆիլմում է ասում, շեֆ ամեն բան կորած է։ Пророков убили, жертвенники разрушили, я один остался. Մարգարեներին կոտորեցին, զոհասեղանները կործանեցին, միայն ես եմ մնացել։ И то не вариант, потому что меня ищут. Ու դա էլ լուծում չի հարցի, որտեղ իմ կյանքն էլ հետապնդում են։ Но мы видим, что Бог сохраняет вот этот принцип остатка во все времена неверия Божьего народа. Եվ մենք տեսնում ենք, որ Աստված այդ մնացորդի պահպանման սկզբունքը պահպանում է միշտ չնայած Աստծո ժողովրդի անհավատությանը։ Поэтому Бог говорит, ну ты не совсем один. Դա համար Աստված ասում է դու այդքան էլ միայնակ չես։ Ты не видишь всей картины, у меня тут 7000 мужей, которые не преклонили колено. Այստեղ 7000 մարդ կա, որ ծունկ չխոնարեցին Բաղի առջև։ И
вывод, который он делает в 5-6 стихе, так и в нынешнее время по избранию благодати сохранился остаток. 5-րդ համարում նա ասում է ճիշտ այդպես էլ ներկա ժամանակում մի մնացորդ կա համաձայն շնորհքի ընտրության։ И мы видим, что это действие Божьей благодати, а не заслуга людей. Մենք տեսնում ենք, որ այսինքն սա Աստծո շնորհքի հարցն է, այլ ոչ թե մարդու արժանիքի։ И Павел дает ясно это понять, утверждая, что если благодать на основании чего-то, что человек сделал, то это уже не благодать. Եվ Պողոսը հստակ տալիս է հասկանալ, որ եթե շնորհքով է, ուրեմն այլևս գործերից չէ։ Իսկ եթե И, գործերով է, այլևս շնորհք չէ։ с 11 по 24 мы видим, как апостол Павел объясняет сегодняшнее положение и участь язычников в Божьем плане. 11-ից 24-ում տեսնում ենք ներկա կարգավիճակը եւ հեթանոսների այսպես ասած ճակատագիրը Աստծո ծրագրում։ Поэтому об этом мы поговорим после перерыва. Դրա մասին մենք կխոսենք ընդմիջումից հետո։